Բարև ձեզ սիրելի ցուլիկներ, սա ձեր կանխատեսումն է 2026 կարմիր հրեղենձի ու տարվա համար։ Եվ տարին լինելու է վճռական եւ կարևորագույն փոփոխությունների տարի։ Ինչու, որովհետեւ վերջին, այսպես բարձրագույն մոլորակը, որը կլքի ցուլ կենթանակերպը դա լինելու է Ուրանը։ Ուրանը 2018 թվականի գարնանից գտնվում էր ցուլ կենթանակերպում։ Եվ իհարկե նախորդ տարի 25 թվականին արդեն հուլիսի 7-ին նա շատ կարճ ժամանակով դուրս եկավ ցուլ կենթանակերպից եւ մոտ գործեց երկվորյակներ։ Իհարկե դուք այդ թեթևությունը զգացիք, այդ անկանխատեսելի փոփոխությունների հեղափոխական մոլորակ Ուրանը իհարկե ձեր կյանք այս 7 տարի, այսպես ասած, կերավ անընդհատ փոփոխություններ, անընդհատ անսպասելի զարգացումներ, անսպասելի սեր, անսպասելի բաժանություն, անսպասելի տանվաճառք, անսպասելի տեղափոխություն եւ այլն, գործնական փոփոխություններ, անձնական փոփոխություն, Ուրանը չի սիրում կայունություն, իսկ դուք կայուն նշան եք ցուլիկներ եւ սիրում եք այդ կայունությունը, իսկ Ուրանը ընդհակառակ անդադ ձեզ բզում, որ դուք փոխեք ձեր կյանքը, փոխեք ձեր առօրյան, փոխեք ձեր անգամ արտաքին տեսքը, փոխեք ձեր ապրելակերպը, ամեն բան փոփոխության է ենթարկում եւ խմբագրում է Ուրանը։ Այսինքն բոլոր այն կանգային երևույթները ձեր կյանքում այս 7 տարիների ընթացքում Ուրանը իսպար ոչնչացրել է եւ ավիրել։ Եվ ահա Ուրանը վերջնականորեն մուտք կգործի այս տարի 2026 թվականին ապրիլի 26-ին արդեն 4-50 րոպե նա վերջնականորեն կլքի ցուլ կենթանակերպ, այսինքն ձեզ հանգիստ կթողնի ժամանակավորապես իհարկե եւ մուտք կգործի երկվորյակներ, որտեղ նա կմնա մինչեւ 2032 թվականի օգոստոսի 3-ը։ Նու իհարկե մինչև այդ Ուրանի աղետաբեր, ձեզ համար իհարկե աղետաբեր ճակերտներում, աղետաբեր է այն դեպքում, սիրելի ցուլեր, ես բազմից ասել եմ այս 7 տարիների ընթացքում, եթե դուք չեք գնում փոփոխությունների, Ուրանի կողմից առաջացվող այդ զարգացումները ձեր կյանքում իհարկե աղետաբեր են, բայց եթե դուք ձեր բարի հոժար կամքով գնում եք այդ փոփոխությունների, չեք կարճում անցյալից, ապա շատ ավելի հեշտ եք անցկացրել այս 7 տարիները։ Այդ ավերը, այսպես ասած, դուք զգալու եք մինչև ապրիլի 26 թվականի։ Այսինքն, եթե արդեն այս 7 տարիների ընթացքում նախորդող 2018-ից մինչև 26 թվականը ինչ որ փոփոխություններ են հասունացել ձեր կյանքում, լինի էմիգրացիա, երկրի փոփոխություն, տան փոփոխություն, անձնական կյանքում փոփոխություն, գործնական ոլորտում փոփոխություն, եւ եթե դուք չեք ավարտել այդ փոփոխությունները, ապա պարտադիր դա պետք է անեք մինչև 26 թվականի ապրիլի 26-ը, որտեվ այնուհետև Ուրանը մուտք կգործի ցուլ կենթանակերպ եւ արդեն ոնց որ ասած դուք այդ Ուրանի արդյունքը չեք զգա ձեր կյանքում, դրական իմաստով արդյունքը, որովհետև ոչ բոլոր փոփոխություններն են բացասական, ընդհակառակը Ուրանը բերում է դրական փոփոխություններ։ Իհարկե այդ պահի դրությամբ, երբ Ուրանը այդ ավերը առաջացնում է, այդ կտրուկ զարգացումները առաջացնում է ձեր կյանքում, ձեզ թվում է, որ դա աղետ է, դա ավեր է, դա կյանքը վերջացավ եւ այլն, բայց իրականում դա այդպես չէ, իրականում հետադարձ հայացքով եթե նայեք, դուք կհասկանաք, որ շատ ճիշտ էր այն ամեն ինչ որ տեղի էր ունենում։ Եվ ահա Ուրանը արդեն մուտք կգործի երկվորյակներ ապրիլի 26-ից սկսած, իհարկե ապրիլի 26-ը դա ցլան ժամանակահատվածն է, բարեկարգը գտնվում արդեն ցուլ կենթանակերպում եւ այն բոլոր ցուլերը, ցուլիկները, ովքեր ծնվել են եւ ցուլուհիները, ովքեր ծնվել են հենց 26 թվականի ապրիլի 26-ից հետո արդեն նրանց մոտ այդ փոփոխությունները Ուրանի կողմից առաջացած ավելի հստակ
կզգացվեն, որտեվ 7 տարի, մոտակա 7 տարի Ուրանը գտնվելու է սիրելի ցուլեր, ձեր երկրորդ աստղատանը, որը ֆինանսների հետ է կապված, այսինքն նյութական ձեր հնարավորությունների, ֆինանսների աղբյուրների հետ է կապված, ձեր ունեցվածքի հետ է կապված, ձեր ինքնագնահատականի հետ է կապված, այսինքն Ուրանը փոխելու է նաև ձեր ինքնագնահատականը գտնվելով երկվորյակներում, նաև եկամուտների աղբյուրները, նաև պետք է կարգավորել, կարգի բերել, այսպես ասած, ձեր ֆինանսական ոլորտը, որոշ միջոցներ ֆինանսական պետք է պահել, օրինակ, էլեկտրոնային փողերում, այսինքն կրիպտո արժույթներում, օրինակ, եթե ունեք այդպիսի հնարավորություն, այդպես վարվեք, եթե ցանկանում եք ավերիչ հետևանքներից խուսափել, որովհետև Ուրանը նաև առաջացնում է փոխարժույթների տատանումներ անընդհատ եւ քեշ փողը իհարկե նա չի սիրում, նա սիրում է էլեկտրոնային ինչ որ գրիչների մեջ փողը, բիտկոին կամ ինչ որ այլ կրիպտո արժույթները, հա, դա ավելի բարենպաստ է։ Նաև բիզնես ոլորտում աշխատեք հենց օնլայն բիզնեսի վրա դնել ձեր շեշտը։ Ուրանը երկվորյակներում անկախ նրանից, որ կենթանակերպի տակ եք դուք ծնվել, նա նպաստելու է հենց այդ բարձրագույն տեխնոլոգիաների ներդրմանը բիզնեսի մեջ եւ այլն, այսինքն իհարկե ես ավելի մանրամասն ապրիլ ամսվա ընթացքում այդ ամենը կվելուծեմ գալիք տարվա մեջ եւ կներկայացնեմ զարգացումները, հա, Ուրանի այդ բոլոր վայրիվերումները։ Մյուս կարևոր մոլորակը, որը իհարկե կազդի, մեծապես կազդի ձեր վրա, դա Սատուրնն է, որ Սատուրնը եւ Նեպտունը, գիտեք, որ 3 բարձրագույն մոլորակ 25 թվականի ընթացքում, այսպես ասած, նախանշեցին էական ճակատագրական փոփոխությունները ձեր կյանքում, որովհետեւ նրանք մեկ քայլ արեցին հաջորդ կենթանակերպը, իսկ հաջորդը կենթանակերպ արդեն օրինակ Սատուրնի եւ Նեպտունի դեպքում դա շատ էական փոփոխություն է, ջրային ձկներից նրանք տեղափոխվել են խոյ կենթանակերպ, 25 թվականին դա միայն ժամանակավորապես էր այդ փոփոխությունը եւ արդեն դուք սկսեցիք զգալ դա, այսպես ասած ձեր կաշվի վրա 25 թվականի ընթացքում, բայց հետագայում նրանք վերադարձան կրկին ձկներ, իսկ 26 թվականին այդ փոփոխությունները այլևս անդառնալի են լինելու, սիրելի ցուլիկներ, ինչու, որովհետեւ Սատուրնը 2 տարով է հիմնավորվելու արդեն խոյ կենթանակերպում, իսկ Նեպտունը 12 երկար ու ձիգ տարիներ ընթանալու է Նեպտուն կենթանակերպով, որը ձեր 12-րդ աստղատունն է իմիջիալոցից, 12-րդ աստղատունը կապված է ենթագիտակցության հետ, էզոտերիկայի հետ, գաղտնիքների հետ, այն գաղտնիքների, որոնք մեր ենթագիտակցության պահարաններում են պահվում, իբրև այդ կմախքները, հա, այդ բոլորը իհարկե պետք է վերաիմաստավորել, պետք է շատ խորքային վերաիմաստավորել ձեր կյանքը, սիրելի ցուլիկներ, եթե ցանկանում եք այսպես հանգիստ ապրել, հանգիստ չի ստացվում, որովհետև այդ բարձրագույն մոլորակները ձեզ այսպես ասած ձեր կյանքը կերան, այսպես ասած, եւ հիմա էլ Նեպտունն ու Սատուրնը։ Եվ 12-րդ տունը կապված է հիվանդությունների հետ, գաղտնի հիվանդությունների հետ կամ հիվանդությունների գաղտնի շրջանի հետ։ 12-րդ տունը կապված է արտասահմանի հետ մեկուսացման հետ, հնարավոր է հեռավար աշխատանքի անցնեք, հնարավոր է արտասահմանում ինչ-որ զարգացումներ տեղի ունենան կամ տեղափոխվեք արտասահման բնակվելով, Ուրանի այդ տարանցումը 7 տարի շարունակ այդ հեղափոխական փոփոխությունների մոլորակ, Ուրանը իհարկե շատ ցլերի մոտ բնակության վայրի փոփոխություններ են տեղի ունեցել այս 7 տարիների ընթացքում։ Ու գրեք մեկնաբանություններում, թե ինչպես է անդրադարձել Ուրանը անձամբ ձեր կյանքում։ Իհարկե, նաև եթե ցանկանում եք ավելի մանրամասն վերլուծություն, թե ինչ ազդեցություն կունենան այս անգամ այդ բարձրագույն մոլորակների փոփոխությունները, համեցեք խորհրդատվության եւ անպայման ձեռք բերեք այս հիանալի թևնոցը 26 թվականի բնական քարերով, այդ թալիսման քարերով, 9 բնական քարեր են այստեղ այս թևնոցի մեջ եւ բոլորն էլ ունեն իրենց համապատասխան հաջողության դռներ բացելու, այսպես ասած, բանալիները։ Հաջորդը իհարկե Սատուրնը, ասացինք, որ մեծ ազդեցություն կունենա 26 թվականին ձեր կյանքում, մուտք է գործում Սատուրնը 12-րդ, այսինքն այդ գաղտնի թշնամիների, ընդհանրապես մեկուսացման այդ տնով Սատուրնի նման չար, մեծ չարիք մոլորակի տարանցում իհարկե շատ բավական բարդ է։
բարդ տարանցում է, ուրեմն 26 թվականի փետրվարի 14-ին Սատուրնը մոտ կգործի Խոյ սիրելի ծլակներ ձեր 12-րդ աստղատունի, եւ այդտեղ կմնա մինչև 28 թվականի ապրիլի 13-ը։ Սա Սատուրնի տարանցումը իհարկե բարդ է, այսինքն ինչ որ բարդ զարգացումներ են սպասվում արտասահմանում, ձեր տան հետ կապված, ձեր ունեցվածքի հետ կապված հնարավոր է, ձեր աշխատանքի հետ կապված, առողջության հետ կապված, նաև բարդ փոփոխություններ, բարդ զարգացումներ, հնարավոր ինչ որ գաղտնի շրջանում լինի ինչ որ հիվանդություն, որը հետագայում ի հայտ կգա, անախտանիշ կզարգանա որոշ ժամանակ 2 տարի, հետո ի հայտ կգա, երբ Սատուրնը արդեն մուտք գործի ցուլ, այսինքն ձեր առաջին աստղատուն, պես որ պետք է նաև շատ հետևեք ձեր առողջությանը, սիրելի ցլիկներ, արտասահմանում ինչ որ զարգացումներ են բարդ սպասվում, նաև գաղտնի թշնամիներ եք ակտիվանան, գաղտնի թշնամի ասելով ես հասկանում եմ այն թշնամիներին, որոնք ձեր այն մարդկանց, ովքեր ձեր, այսպես ասած, դեմքին ծիծաղում են, ժպտում են, ասում են, թե ինչքան դուք լավն եք, ինչքան դուք պայծառ եք, բայց իրականության մեջ նրանք ձեզ անիծում են, այսինքն իրենց մտքում ձեզ անիծում են, դա թեթև տարբերակը ներկայացրեցի, նաև կան այնպիսիներ, ովքեր թուղթու գրեր են անում, Սատուրնը նաև հենց ակտիվացնելու է այդ մարդկանց եւ ձեր կյանքում հնարավոր են շատ ճակատագրական վտանգավոր զարգացումներ հենց դրա հետևանքով։ Իհարկե, թե ինչպես կդրսևորվի Սատուրնը 12-րդ անձամբ ձեզ համար, սիրելի ցուլիկներ, այսինքն մարդկության 1/12-ը ցուլեր են եւ բնականաբար նրանք շատ տարբեր են, չի կարելի ասել, որ բոլոր ցուլերը ինչ որ միևնույն ճակատագիրը կունենան 26-ից 28 թվականներ, իհարկե ոչ, Սատուրնը տարբեր ձևերով կազդի ձեր վրա, որովհետեւ իհարկե եթե դուք ասենք մուրակներ ունեք խոյ կենդանակերպում, դա ավելի դուք կզգաք, եթե կշեռքում ունեք նաև մոլորակներ, նույնպես շատ կզգաք, բայց պետք է դա նայել ձեր անհատական հորոսկոպի, այսպես ասած, դիտանկյունից։ Հաջորդ կարևորագույն փոփոխությունը, որը տեղի կունենա հենց 2026 թվականի սկզբին, Նեպտունը 26 թվականի հունվարի 26-ից լքելու է իր սեփական, այսպես ասած, աստղատունը, այսինքն ձկներ կենդանակերպ, որտեղ նա 12 տարի գտնվում էր նախորդ 12 տարիների ընթացքում, եւ կմտնի կրկին խոյ, այսինքն ձեր 12-րդ աստղատունը կմտնի։ Եվ այստեղ նա կմնա շուրջ 12 տարի, սիրելի ցլեր, իհարկե նույնպես մեծ փոփոխություններ արտասահմանում կապված գաղտնի թշնամիների հետ, շատ ուշադիր պետք է լինեք առողջության հետ կրկին, հեռավար աշխատանքի հետ, արտասահմանում ինչ որ բարդ զարգացումներ են հնարավոր, հեռավոր երկրներում, այսինքն պետք է զգուշ լինել, օրինակ հնարավոր է դուք մեկնեք ինչ որ էկզոտիկ երկիր, ձեզ մոտ զարգանա օրինակ ալերգիա եւ դա փչացնի ձեր հանգիստը, ես խոսքի կոպիտ օրինակ եմ բերում, Նեպտունը 12 տարի շարունակ գտնվելու է ձեր 12-րդ աստղատան, այսինքն դա շարունակական բնույթ են կրելու այդ բոլոր բարդ զարգացումները, բայց նաև դրական զարգացումներ են հնարավոր, եթե իհարկե դուք զբաղվեք էզոտերիկա, սիրելի ցուլիկներ, այսինքն եթե դուք զբաղվում եք հոգևոր ոլորտով, էզոտերիկ, ինչ որ գիտելիքներ եք ձեռք բերում կամ շատ կարևոր է, որ կիրառեք, ոչ միայն այդ գիտելիքները ունենաք, այլ նաև կիրառեք, ինչ որ մեդիտացիաներ եք անում եւ այլն, ինչ որ վարժուց յոգայով եք զբաղվում, դա իհարկե միայն ձեզ յոգուտ կլինի այս դիրքը Նեպտունի։ Դե 12-րդ տունը նաև էզոտերիկա գաղտնագիտության տունն է, եւ այստեղ Սատուրնի եւ Նեպտունի տարանցումը իհարկե շատ կարևոր է, որ դուք ճիշտ գնահատեք իրականությունը, այն ինչ որ ձեր հետ տեղի է ունենում, երբեմն հնարավոր են շատ բարդ անհասկանալի զարգացումներ, ինչ որ անհասկանալի իրադարձություններ, պոլտերգեյստի երևույթներ եւ այլն, որտեվ 12-րդ տունը դա հենց այդ գաղտնիքներն են, որը դժվար է բացահայտել, դժվար է հասկանալ, թե ինչ է նշանակում։ Եվ հաջորդ իհարկե ներկայացնեմ
խավարումների ձմեռային միջանցքը։ Առաջին խավարումը 2026 թվականի տեղի կունենա փետրվարի 17-ին, դա կլինի արևի օղակաձև խավարումը 28 աստիճան ջրհոսում, սիրելի ցուլիկներ, եւ ձեր 10-րդ աստղատանը, որը հուշում եմ ընդհանրապես մոլորակները կուտակվելու են ձեր 10-րդ տան, այսինքն ջրհոսում 26 թվականի ընթացքում։ Եվ դա ինչ է հուշում, որ պետք է արմատական փոփոխություններ կատարվեն։ Պետք է մեծ ուշադրություն դարձնեք 26 թվականին, սիրելի ցուլիկներ, աշխատանքի ոլորտին, սոցիալական կարգավիճակին, ամուսնացած եք, եթե ամուսնանում եք, բաժանվում եք, անպայման դա պետք է ֆիքսվի, կարիերայի ոլորտում, պաշտոնի ոլորտում, նոր փոփոխություններ են սպասվում, իհարկե, քան որ արևի խավարումները լինում են այն ժամանակ, երբ որ նորալուսին է տեղի ունենում, դա նոր զարգացումներ են, էապես նոր զարգացումներ են։ Հնարավոր է անգամ անսպասելի զարգացումներ լինեն, որովհետև Ուրանը նոր է լքելու ցուլը եւ այդ վերջին ակորդը անսպասելի փոփոխությունների անպայման դուք կզգաք։ Սիրելի ցուլիկներ, հաջորդ խավարումը 26 թվականի դա մարտի 3-ի լուսնի ամբողջական խավարումն է, կույս կենդանակերպի 12-րդ աստիճան, ձեր 5-րդ աստղատանը։ Սա հուշում է, սիրելի ցուլիկներ, դրական զարգացումներ են սպասվում երեխաների հետ կապված, թոռնիկների հետ կապված, այսինքն եթե դեռ չունեք, սպասում եք այդ հղիության անհամբեր, ապա գարնանը շատ հավանական է, որ կհեղիանաք։ Եթե ձեր երեխաները պետք է ամուսնանան, ապա լավ լուրեր ձեր երեխաներից։ Բիզնեսի ոլորտում նույնպես բարենպաստ կանդրադառնա եւ կազդի այս խավարումը։ Այժմ, սիրելի բարեկամներ, ներկայացնեմ արդեն մյուս մոլորակները երբ են գտնվելու ցուլ կենդանակերպում։ Նախ եւ առաջ, իհարկե, Վեներան, որը ցուլ կենդանակերպի թագուհին է եւ իշխանուհին, 26 թվականին մարտի 30-ից մինչև ապրիլի 24-ը գտնվելու է ցուլ կենդանակերպում, եւ իհարկե սա շատ բարենպաստ ժամանակահատված է թե անձնական, թե գործնական, թե ֆինանսական հարցերը կարգավորելու համար, ձեր անհատական հմայքն ու գեղեցկությունը, այսպես ասած, գրավչությունը մեծանալու, ձեզ անպայման կնկատեն այդ կոմպլիմենտների, այսպես ասած, մեծ հոսքեր կգնան դեպի ձեզ, այսինքն այդ ժամանակահատվածը մարտի 30-ից մինչև ապրիլի 24-ը անպայման օգտագործեք հաջողության հասնելու համար տարբեր իմ թվարկած ոլորտներում, անձնական կյանք, գործնական, եթե զբաղված եք հատկապես գեղեցկության ոլորտում, այսինքն գեղեցկության սրահ ունեք կամ ծաղկի սրահ ունեք կամ հագուստի սրահ ունեք, ապա շատ բարենպաստ է, ինչ որ էական փոփոխություններ նախաձեռնեք եւ ավելի հաջողակ կլինի հետագա ամիսների համար։ Մերկուրի մոլորակը ցուլ կենդանակերպում 26 թվականին կլինի մայիսի 3-ից մինչև մայիսի 17-ը, սրընթաց կանցնի ցուլ կենդանակերպում, եւ այդ ժամանակահատված իհարկե բարենպաստ է ինչ որ նոր ծանոթությունների, նոր համագործակցության, գործնական, անձնական ոլորտում, ինչ որ ֆինանսական գործարքների համար, եւ Մերկուրին նույնպես առևտրում է ղեկավարում նաեւ այդ լոգիստիկան եւ ընդհանրապես ֆինանսական հոսքերը։ Ճամփորդությունների համար նույնպես բարենպաստ է։ Մարս մոլորակը նախաձեռնության, ակտիվության մոլորակ։ Մարսը ցուլ կենդանակերպում 26 թվականին կլինի մայիսի 19-ից մինչև հունիսի 28-ը։ Եվ այս ժամանակահատվածում, սիրելի ցլակներ, պետք է լինեք ակտիվ, պետք է լինել նախաձեռնող, պետք է լինել ինչ-որ այսպես կայծակնային արագ գործել, եթե ցանկանում եք հասնել հաջողության, պետք է պարտադիր զբաղվեք սպորտով, զբաղվեք առողջությամբ, որովհետև երբ Մարսի էներգիան լճացած մնում է մեր մեջ եւ մենք չենք դա այսպես ուղում դեպի արտաքին աշխարհ, Մարսը նախաձեռնությունն է, Մարսը նպատակային մոլորակ է, կլորակ եւ սլակ, չէ՞ Մարսի նշանը, դրա համար պետք է լինել շատ ակտիվ, նախաձեռնող, ստեղծող եւ գալիք ամիսների ընթացքում կունենաք հաջողություն, սիրելի ցուլիկներ։ Հաջորդը Յուպիտերը գիտեք, որ մինչև հունիսի 30-ը 26 թվականի գտնվելու է Խեցգետնում, որը ձեր երրորդ աստղատունն է, սիրելի ցուլեր, եւ կապված է շփումների, կոնտակտների, այսինքն
այդ միջոցով նոր ծանոթությունների, նոր կապերի, քույրերի, եղբայրների միջոցով դուք հասնում եք հաջողության անցած 25 թվականի հունիսի 10-ից մինչև 26 թվականի հունիսի 30-ը։ Սա շատ կարևոր է, նաև լավ մեքենա ունենալը նույնպես շատ կարևոր է, երրորդ տունը դա շարժական գույքն է, բայց էներգիան փոխվելու է հունիսի 30-ից 26 թվականի եւ Յուպիտերը մուտք կգործի առյուծ կենդանակերպ եւ ձեր 4-րդ աստղատունը, որը կապված է տան, ընտանիքի, ծնողների, հայրենիքի հետ, այսինքն դա նշանակում է, որ 26 թվականը արդեն հունիսի 30-ից եւ շուրջ 1 տարի, այսինքն մինչև 27 թվականի հուլիսի 26-ը պետք է զբաղվեք ձեր տան հարցերով, եթե ցանկանում եք բարելավել ձեր կենցաղային պայմանները, անպայման դա արեք, ավելի մեծ բնակարան ձեռք բերեք, ավելի հարմարավետ բնակարան, այսպես ասած, ստեղծեք ձեզ համար, ենթադրենք ցանկանում եք վերանորոգում անել, ապա հունիսի 30-ից հետո նույնպես շատ բարենպաստ է։ Ընդլայնվելու է ձեր ընտանիքը, այսինքն հնարավոր է ձեր երեխաներից մեկ ամուսնանա կամ բալիկ ունենա կամ բոլոր դրական զարգացում, այսինքն Յուպիտերը նշանակում է ընդլայնում, ընդարձակում, մեծացում, եւ սա վերաբերվելու է գալիք տարվա ընթացքում հունիսի 30-ից, սիրելի ծլակներ, ձեր ընտանիքին։ Մի խոսքով շատ բարենպաստ զարգացումներ են սպասում, մեկի Ուրանը կարևոր է, ճամփեցինք Ուրանին, եւ արդեն մի փոքր կանանում է, հա, իրավիճակը արդեն ապրիլի 26-ից հետո։ Եվ հաջորդը արդեն անցնում ենք վերընթաց լուսնային հանգույցին, սիրելի բարեկամներ, թարապես ասացինք, որ ջրհոսում է կենտրոնանալու մորակները եւ Պլուտոնն է ջրհոսում եւ իսկ 26 թվականի հուլիսի 27-ից հետո նաեւ վերընթաց լուսնային հանգույցը մուտք կգործի ջրհոս եւ ձեր 10-րդ տուն։ Սա ինչ է նշանակում, խավարումն է լինելու ձեր այդ առաջի տարվա առաջի խավարումն է լինելու ձեր 10-րդ տանը, որը նշանակում է մեծ ուշադրություն պետք է դարձնեք ձեր նպատակներին, սոցիալական կարգավիճակին, ամուսնանում եք, ամուսնացեք, բաժանվում եք, բաժանվեք, ըստ ակ պետք է որոշեք ինչ եք անում։ Կարիերայի մեջ փոփոխություններ, նոր պաշտոն, նոր աշխատանք, նոր ինչ-որ, այսինքն 10-րդ տունը խորհրդանշում է այն, ինչին մենք գլոբալ իմաստով ձգտում ենք, տարիներ շարունակ աշխատում ենք, որպեսզի հասնենք այդ նպատակի, մեծ նպատակ է դա, եւ ահա 26 թվականին, եթե դուք լավ եք աշխատել նախկին տարիների ընթացքում, ահա դուք կարող եք ձեր իրագործել ձեր գլոբալ մեծ կարևոր նպատակը։ Եվ դա իհարկե արդեն հուլիսի 27-ից հետո է հավանական։ Հաջորդը արդեն գալիս են ամառային խավարումների միջանցքը, ամենաբարդ խավարում իհարկե տարվա 26 թվականի օգոստոսի 12-ին տեղի կունենա արևի ամբողջական խավարումը, 20 աստիճան առյուծում եւ ձեր 4-րդ աստղատանը, որը կապված է կրկին տան, ընտանիքի, ծնողների, հայրենիքի հետ։ Այսինքն այս բոլոր ոլորտները շատ կարևոր են գալիք տարվա ընթացքում, պետք է տան հետ կապված այդ փոփոխությունների գնաք, ծնողների հարցեր, թե ինչ-որ խնդիրներ կան, այդ հարցերը կարգավորեք, լուծեք, անշարժ գույքի հետ կապված ինչ-որ որոշումներ կայացնեք, ընդհանրապես գալիք տարին ցուլերի համար լինելու հենց ընտանիքի վրա կենտրոնացման, այսինքն ձեր այդ բալիկներ, թոռնիկներ, ահա այսպիսի տարի է լինելու ձեզ համար։ Եվ հաջորդ խավարումը դա օգոստոսի 28-ին լուսնի մասնակի խավարում է լինելու 4 աստիճան ձկներում եւ ձեր 11-րդ տանը, հա սա արդեն 11-րդ տունը դա մեր երազանքների, մեր նպատակների իրագործումն է, այսինքն արդեն տարվա երկրորդ կեսին մոտենալու են բաղձալի ժամանակը, երբ որ կսկսեն իրականանալ ձեր երազանքներն ու նպատակները։ Եվ ի վերջո սև լուսնի մասին խոսենք, սիրելի ծլակներ, ես կարծեմ բոլոր մորակներին անդրադարձա, իհարկե տարվա ընթացքում գիտեք, որ ալիքին էջերում լինելու են նաև ամսվա կանխատեսումները, նաև Facebook-յան լայվեր են լինելու, այնպես որ բոլոր հարցերին ավելի մանրամասն կանդրադառնանք այդ ժամանակ։
Սև լուսինը գիտեք, որ 25 թվականի դեկտեմբերի 20-ից ինքը աղենավոր է մոտ գործել եւ ձեր 8-րդ տունը, որը կրկին կապված է ֆինանսական ոլորտի հետ, հա, ֆինանսական ոլորտը դա այդ աքելեսյան գարշապարն է լինելու ծուլերի գալիք տարվա ընթացքում շատ կարեւոր է ճիշտ բաշխել ֆինանսները, անշարժ գույքի հետ կապված ճիշտ գործարքներ, ճիշտ ժամանակին վաճառել, ճիշտ ժամանակին ձեռք բերել, թե ցանկանում եք ձեռք բերել, վարկեր, պարտքեր վերցնելուց շատ զգուշ է պետք լինել գալիք տարվա ընթացքում, դե 8-րդ տունը նույնպես կապված է վարկերի, պարտքերի, զանազան ինչ-որ գումարների հետ, որը աշխատում են ձեր զուգընկերները կամ գործընկերները։ Այս ոլորտում հնարավոր է սև խոռոչին պես այդ սև լուսինը տանի ձեր ֆինանսական հաջողությունը, իհարկե համեցեք խորհրդատվության եւ եթե անհրաժեշտ է թալիսման պատվիրեք կամ ինչ-որ այլ մոգական գործողության դիմենք, որպեսզի դուք կորուստներ չունենաք, սիրելի ցլակներ։ Եվ 26 թվականի սեպտեմբերի 14-ին սև լուսինը մուտք կգործի Այց եղջյուր եւ ձեր 9-րդ աստղատունը, ահա արդեն սեպտեմբերի 14-ից հետո խնդիրներ կարող են առաջանալ արտասահմանյան ինչ-որ ճամփորդությունների ժամանակ, այսինքն ավելի զգուշ է պետք լինել։ Նամանավանդ որ Սատուրն ու Նեպտունը արդեն երկբական երկար ժամանակով գտնվում են ձեր 12-րդ տանը, որը նույնպես կապված է հեռավոր ճամփորդությունների հետ, արտասահմանյան ինչ-որ զարգացումների, պետք է շատ զգուշ լինել եւ այսպես ռիսկային ինչ-որ քայլեր չձեռնարկել։ Գիտեք, որ հերթի տակ աշխատում եմ, այս պատճառով ստիպված եմ հետևել հեռախոսին երկրորդ։ Եվ 9-րդ տունը նաև կապված է ուսման հետ, սիրելի ցուլեր, այսինքն ուսման հետ կապված նույնպես ինչ որ խոչընդոտներ են հնարավոր, եթե նախաձեռնում եք նոր ուսում, նոր կամ դատական գործերի հետ կապված ինչ որ խնդիրներ ունեք, նույնպես այստեղ որոշակի խնդիրներ կարող են լինել։ Դե սև լուսինը դա զոդիակի գայթակղիչ սատանան է, այնպես որ դա շատ բնականաբար միշտ երբ նա տարանցում է բոլոր նշաններով, պետք է զգուշ լինել, ունենալ պաշտպանություն, ունենալ տարվա մոգական այս քարերով, գերհզոր բնական քարերով թևնոցը, որը կպաշտպանի ձեզ բոլոր տեսակի անախորժություններից եւ խնդիրներից։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, անպայման բաժանորդագրվեք աստային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում, հետևեք ինձ Facebook-ում, TikTok-ում, Instagram-ում, Telegram-ում եւ ես ձեզ մաղթում եմ ֆանտաստիկ 2026 թվական, կհանդիպենք, ստեսյուն։